Թուրք գրողի հեքիաթը մայրենի երկրորդ դասագրքում, ինչու կգմսեն այն չի հեռացրել։ Մեդիահաբը հազանգեր է ստացել ծնողներից, որ մայրենի երկրորդ դասարանի դասագրքում թուրք գրողի հեքիաթ կա, մասնավորապես Ֆերիդուն Օրա հեղինակի հեքիաթը։ Հեքիաթի անունն է տարբեր, բայց նույնը, եւ այս ոչնչով չտարբերվող պրիմիտիվ հեքիաթի հեղինակը թուրք է։ Այս մասին դեռ 1 տարի առաջ էին ահազանգում ծնողները, հույս ունենալով, որ բողոքները տեղ կհասնեն եւ ազգությամբ թուրք հեղինակի հեքիաթը կհեռացվի դասագրքից, սակայն փաստացի ոչինչ չի փոխվել։ Արդյոք հայ կամ արտասահմանյան գրականությունում քիչ են հեղինակները, որոնց ստեղծագործությունները կարելի էր ներառել թուրք գրողի ստեղծագործության փոխարեն։ Արդյոք մտադիր է կգմսեն վերանայել ստեղծագործությունների ցանկը եւ թուրք գրողի տեքստի փոխարեն այս ստեղծագործություն ներառել։ Այս հարցերով մեդիահաբը դիմեց ԿԳՄՍՆ փոխանցելով մեզ դիմաց ծնողների ահազանգերը։ Էդիթ Պրինց ՍՊ-ի կողմից ներկայացված Մարինե Մանուկյանի, Անահիտ Արնաուդյանի հեղինակած երկրորդ դասարանի մայրենի երկրորդ դասագիրքը ստեղծվել է առարկայական չափորոշիչների պահանջների հիման վրա։ Դրա բովանդակությունը համապատասխանում է առարկայական ծրագրին եւ երաշխավորվել է գործածության 2023 թվականին 3 տարի ժամկետով, ինչից հետո դասագիրքը տպագրվել է եւ բաշխվել դպրոցներին։ Կարևոր է նշել, որ մինչեւ երաշխավորությունը դասագիրքը անցել է փորձաքննություն մասնագիտական հանձնաժողովի կողմից, նշեցին ԿԳՄՍՆ-ից։ Նախարարությունից հավելեցին, դասագրքի բովանդակության, մասնավորապես երկրորդ մասի 51-րդ էջում տեղ գտած Ֆերիդան Օրայի ստեղծագործության հեղինակի ազգային պատկանելիության վերաբերյալ մանրամասն տեղեկատվություն ստանալու համար առաջարկում ենք դիմել հեղինակներին, քանի որ նախարարությունը նման տեղեկատվության չի տիրապետում։ Ստացվում է ԿԳՄՍ-ն չի վերահսկում, թե ինչ բովանդակությամբ դասագրքեր են տպագրվում, չի վերահսկում, թե ինչ հեղինակներ են ներառվում դասագրքերում, իսկ արդարացի բողոքներին ի պատասխան առաջարկում դիմել հեղինակներին։